Իրավապահ մարմինները փաստում են հայ առաքելական Սուրբ եկեղեցու օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ տեղեկություններ չկան, հետևաբար Նիկոլ Փաշինյանը հերթական սուտ է տարածել։ Այսպես, փետրվարի 10-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե իբրև կա ինֆորմացիա, որ այդ թվում հայ առաքելական Սուրբ եկեղեցու ձևաչափերով մուտք են գործում ստվերային գումարներ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական նպատակով օգտագործելու համար։ Նա փաստացի եկեղեցուն մեղադրել էր Հայաստանում օտարերկրյա պետություն լինելու փորձերի մեջ։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Փաստինֆոն գրավոր հարցում է ուղարկել Գլխավոր դատախազությանը, պարզելու, թե արդյոք եկեղեցու օտարերկրյա ֆինանսավորման վերաբերյալ ենթադրյալ տվյալների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։ Եթե այո, ապա ինչ հատկանիշներով, ինչպես նաև խնդրել էինք հայտնել, թե քրեական վարույթի առկայության դեպքում որ քննչական մարմինն է քննություն իրականացնում և որպես մեղադրյալ ներգրաված անձինք կան, թե ոչ։ Դատախազությունից գրավոր հարցմանի պատասխան հայտնել են, որ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան։ Ըստ էության, իրավապահ մարմիններում եկեղեցու կողմից իբրև օտարերկրյա ֆինանսավորման մասին տեղեկություններ չկան, առնվազն քրեական վարույթ չկա, ուստի հերթական անգամ Փաշինյանը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և պաշտոնեական դիրքն օգտագործելով կեղծիք և զրպարտություն է տարածել, փորձելով վարկաբեկել եկեղեցին։ Ընդ որում, անհիմն և զրպարտչական հայտարարություններով հայաստանյաց առաքելական եկեղեցին վարկաբեկելու դերը ստանձնողը միայն Փաշինյանը չէ։ Նրա այս հայտարարությունից կարճ ժամանակ առաջ զրպարտչական հայտարարություններ արել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության եթերում բարձրաստիճան հոգևորականներին մեղադրելով մանկապղծության մեջ, ինչը ևս հերքվեց։ Թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը հայտնել են, որ նման քրեական վարույթի մասին տեղեկություններ չկան։ Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ կեղծ մեղադրանքները և վարկաբեկման փորձը թերևս իշխանությունների քաղաքականության մասն է։ Ասել է, թե իշխանությունները հիբրիդային հարձակում պատերազմով են պայքարում եկեղեցու դեմ։